Ժամեեմը շարունակում է քաղաքական տիկնիկներ խորագրով իր հաղորդաշարը, որը ներկայացված է քաղաքական տիկնիկային ժանրով։ Մենք շարունակելու ենք բացահայտել պետական քաղաքական գործիչների իրական մտքերն ու մտադրությունները, որոնք որպես կանոն տեսանելի չեն հասարակության լայն շրջանակների համար։ Քաղաքական թատրոնում տեղ գտած մտքերն իհարկե իրական չեն, հետևաբար ներկայացվել է ոչ թե կոնկրետ իրադարձություն, այլ թե ինչ կարող էր լինել, եթե այն կայանար։ Մեր նախորդ թատրոններում մենք անդրադարձանք հասարակությանը հուզող մի շարք խնդիրների, օֆշորային սկանդալին եւ վերահսկիչ պալատի հաշվետվությանը, որտեղ իշխան Զաքարյանը մեղադրեց գործադիր իշխանությանը ավելի քան 70 միլիարդ դրամի ոչ արդյունավետ ծախսեր իրականացնելու մեջ։ Ի պատասխան դրան Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հորդորեց նախարարներին առավել ակտիվ հակադարձել վերահսկիչ պալատի գնահատականներին, իսկ մինչ պետական չինովնիկները շփոթված էին եւ չէին կողմնորոշվում, ինչպես հակադարձել իշխան Զաքարյանի հաշվետվությանը, խաղի մեջ մտավ կարկառուն հեղափոխական Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հասարակության ուշադրությունը չարաշահումների խնդրից շեղելու նպատակով օրակարգային դարձրեց իշխան Զաքարյանի դղյակի հարցը, սակայն քանի որ ջինը շշից դուրս էր եկել, վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ բուռն քննարկումները մտան ներիշխանական կուլիսներ։ Հաջորդ իսկ օրը Նիկոլ Փաշինյանը շտապ հանդիպում է խնդրում Տիգրան Սարգսյանից մի շարք խնդիրներ քննարկելու համար։ Հանդիպում են Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը։ Տիգրան, քեզ խոստացածս կատարեցի։ Քո նախարարներից ու փոխնախարարներից իշխանի հաշվետվության վերաբերյալ ոչ ոք ծպտուն չհանեց։ Ու դու պարզ տեսար, որ մենակ ես եմ մնացել, եւ քո թիմում քեզ աջակցող չկա։ Մենակ ես էի, որ հանդես եկա ու պահանջեցի իշխանի դղյակի կառուցման հաշվետվության պահանջով։ Իմացիր, թե քո ծանր վիճակում ով է քեզ օգնության հասնում։ Շատ մերսի, այդ հարցով ես իսկապես պարտական եմ։ Շնորհակալ եմ նաև քո ավշորի շուրջ պահվածքից։ Տեսնում ես, չէ՞, ցրիկաները ոնց են հետևիցս ընկել։ Տիգրան ջան, շնորհակալություն, բայց Ռուբիկ Վարդանյանի խոստացած ներդրումներից իմ փայը երբ ես տալու։ Նիկոլ, դու շատ լավ գիտես, որ այդ հարցում ես մենակ չեմ որոշում։ Էդի պիտի շեֆի հետ խորհրդակցեմ։ Ինքն էլ քո վրա խիստ ջղայնացած է։ Էդ ինչի՞ է ջղայնացած։ Ինչ պայմանավորվել ենք, նորմալ լուծվել է խնդիրը։ Էս կարող է ուզում է հերթական անգամ գցի։ Նիկոլ ջան, ես չեմ ուզում խառնվեմ ձեր հաշիվներին, բայց ինձ քո մասով ասում էր, որ 2007-ի այլընտրանքի ստեղծման ժամանակվանից դու քեզ ճիշտ չես պահել։ Ինքը քեզ օգնեց, բայց դու նրան 2008-ին գցեցիր ու անցար Լևոնի կողմը։ Ու շեֆը հատուկ նշում է, որ այս երկրում երկու մարդ է տենց գցել՝ դու ու Սասունը։ Տիգրան, ինքը ազնիվ չի։ Մենք մեր առաջ ինչ խնդիր դրել ենք, չոտկի կատարել ենք։ Բայց դե դու գիտես, որ ես հավերժ դաշինքները ոչ մեկի հետ չեմ կնքում։ Բայց խոստովանիր, որ 2011 թվականից սկսած այն ինչ որ պայմանավորվել էի ձեր հետ, չոտկի կատարել եմ։ Այդ իմ շնորհքն է, որ հակում այսօր ոչ մի ազդեցիկ մարդ չի մնացել։ Նիկոլ, քեզ շատ է ստանգացնում։ Ճիշտ է, դու ինձ շատ լավ օգնեցիր թե ավշորի հարցում, թե իշխանի մուտիլովկեքում, բայց դե չափն էլ պետք է ճանաչես։ Հենա տես Դավիթը, Արամը, Պետրոսը առավոտից իրիկուն աշխատում են եւ դրա դիմաց էլ արդարացի գնահատվում են։ Ճիշտ է, մի քիչ դժգոհ են, բայց ոչինչ։ Երկրում ճգնաժամ է, բոլորիս վրա հավասար պիտի ազդի։ Դու քեզ ոնց որ թե մի քիչ թանկ ես պահում։ Շեֆն ասում է, որ Լևոնից տուժած տղա ես։ Սաղին հրահանգել են քեզ աջակցել, բայց դու դրանց մասին այդ Լևոնից մասին մի թթու խոսք չես ասում։ Ճիշտ չես Տիգրան ջան, աչքիս մեր թերթն էլ չես կարդում։ Չտեսար որ հոդվածների շարք գրեցի, որտեղ նշեցի, որ ես ոչ ՀՀԿ-ի հետ խնդրեմ ունեմ, ոչ ԲՀԿ-ի հետ, ոչ էլ այլ ուժերի, այլ իմ հիմնական խնդրեմը հենց Լևոնենք են։ Նիկոլ, ես մի հոդվածը բերել իմ վրա սաղացնում ես, որ ինչ անես։ Քեզ աջակցեցինք, Facebook-ում թիմ ստեղծեցինք, պատրաստեցինք, որ Լևոնենს դեմ աշխատեն, բա ուր են։ Այ Տիգրան ջան, թարսի պես այդ սրիկաները որոշեցին ինչ չպատասխանել։ Մեր տղեկն էլ փաստացի անգործ մնացին։ Բայց դե ոչինչ, օրը կգա բարին հետը։ Ես դրանց հարցը վերջնականապես կլուծեմ։ Նիկոլ,
անընդհատ խոստումներ ես տալիս, բայց գործը տեղից չի երևում։ Հենա, Ռաֆին ցանրահավաքի ժամանակ էլ էր խոստումներ տալիս, հետո թռար։ Շեֆն ասում է, որ մինչև Ազատության հրապարակում չկարողանաս սեփական միտինգ հավաքել, դու մեզ համար ոչ մի արժեք չես ներկայացնում։ Տիգրան ջան, ես էլ եմ ասում, որ այդ անտեր միտինգներ հավաքելու համար եղու բրինձա էլի պետք։ Քո այդ ավշորի փողերի մի տոկոսն էլ որ տաս, հարցը կլուծվի։ Ախր շատ կձիբեք էլի, իրար Բենտլի եք նվիրում, ավշորում միլիոնավոր դոլարների գործարքներ եք կատարում, մարդկանց միլիոնավոր դոլարներ եք գցում, բայց կակոյնի բույս թեթև աջակցության համար հսկայական պահանջներ եք դնում ու ուզում եք, որ Լևոնենց հարցը լուծեմ, փողոցում էլ մարդ հավաքեմ։ Բայց ո՞նց կլինի։ Նիկոլ ջան, անկեղծ ասեմ, ես քո ամենաջերմ ջատագովներից եմ ու քո օգնությունն էլ ես երբեք չեմ մոռանա, բայց շեֆը մի տեսակ նեղված է։ Ասում է Նիկոլին այնքան ենք օգնել, որ այսօր Հայաստանի բանակի չափ մարդ պետք է հավաքեր հրապարակում, բայց ասում է, որ սաղ տարելատուն, հասարակությանն էլ բան չի թողել։ Սուտա Տիգրան ջան, չհավատաս։ Հենա, այն Գեղամյանին էլ էր ժամանակին ասում օգնել եմ, աջակցել եմ։ Հիշում ես թե ինչ թվեր էին ֆռում իր շուրջը։ Հետո պարզվեց մի զրո պակաս էր տվել։ Հենա այն Վիկտոր Դալաքյանը իրանից ոչինչ չէր ներկայացնում, բայց իր կողքին աղայի պես ապրում է։ Բա ես դրանցից ինչով եմ պակաս որ։ Նիկոլ, դու հեչ պակաս չես։ Ես իդեպ իմ սեփական ուժերով անկախ ամեն ինչից քեզ կօգնեմ։ Ռուբիկին էլ արդեն ներքին կարգով ասել եմ, բայց իր հասցեին մի լավ գովա էլի։ Տիգրան ջան, գովելը ո՞րն է։ Այն օրը Ռուբիկին այնքան գովեցի, որ սաղ կյանքս այդքան ոչ մեկին չէի գովել։ Դու էլ գիտես թե ինչքան դժվար է դա անել։ Ախր ես ընդդիմադիր մարդ եմ, ընդդիմադիր խոսքի, տեքստի մարդ եմ։ Այսօր որ մեկին գովում եմ, արհեստական է դուրս գալիս։ Այ քֆրտել, ինչքան ուզես։ Ում ուզես կքֆրտեմ։ Այդ տղա, Նիկոլ, կարող է երկրորդ Արշակ Սադոյանից ուզում աշխատել։ Այդ տղա, ինձանից քեզ խորհուրդ։ Արշակ Սադոյանից ավելի ուժեղ քֆրտող չի եղել, բայց վերջում խեղճին մի հատ Volkswagen մնաց։ Այս երկրում հայոյանքը խիստ կարճաժամկետ էֆեկտ ունի։ Երկարաժամկետ ինվեստիցիա չես կարող անես, նենց որ քֆրտելուց բացի սովորի գովել։ Դու գիտես, որ այս երկրի ժողովուրդը գովերքողների, գծնողների սիրող ժողովուրդ է։ Իմ օրինակը վերցրա։ Մինչև 95 թիվը ընդդիմադիր էի աշխատում։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը առաջինը ես եմ պահանջել ազգային ժողովի ամբիոնից։ Խերը ինչ։ Զատո երբ 2008 թվականից հետո իշխանությունը փոխվեց, կյանքումս ամեն ինչ փոխվեց։ Սկսեցի փող աշխատել, հետո դրա մարժը զրկեցի, բարեկեցությունս էլ ավելի բարձրացավ։ Սաղ աշխարհով մեկ ճգտաժամ էր։ Հայաստանում մարդիկ ապրուստի փող չունեին, փախչում էին երկրից։ Ես էլ ավելի էի հարստանում։ Նենց որ Նիկոլ ջան, դու ինպես մտավորականի տեսակ ես, ափսոս ես։ Արդեն կամանց պետքա փոխվես։ Ջահել չես արդեն, 3 երեխա ունես։ Հենա, որ Վիկտոր Դալաքյանը դռնեդուր ընկած մեր շեֆին հայոհելով էր զբաղվում, ինչ էր ստանում։ Իսկ հիմա շեֆի մոտ աշխատում, աղայի պես ապրում է։ Դե ես էլ եմ էդ ասում, Տիգրան ջան, ես էլ եմ ուզում փոխվել, բայց փոխվելու համար սկզբնական աջակցություն է պետք։ Ախր առանց բենզինի մեքենան չի գնա։ Դու այդ հասկանում ես, ֆինանսիստ մարդ ես։ Նիկոլ ջան, լավ, արի այսպես պայմանավորենք։ Ես շեֆին կասեմ։ Չգիտեմ ինքը ոնց, բայց ես իմ նեղ միջոցներից քեզ կաջակցեմ։ Այն փայլակի գրավից, որ Ամերիա բանկում է, Ռուբիկին կխնդրեմ մի քանի կոպեկ քեզ կտա։ Բայց նայի, տես, ուրեմն ինստրուկցիան հիշի, Իշխան Զաքարյանի դղյակից չես իջնում։ Նշում ես, որ սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու, Լևոնենց պարբերաբար փչացնում ես, ԲՀԿ-ին չես մոռանում ու հիշիր, որ օպերայի հրապարակում էլ պիտի մարդ կարենաս հավաքես։ Հա, լավ հիշեցի։ Այն որ Ազատություն ռադիոկայանին ասեցիր 2018 թվականին նախագահական ամբիցիաներ ունես, առժամանակ մոռացիր։ Կարողա շեֆը ջղայնանա։ Ինչի Տիգրան ջան, բայց իմ ու իրա շահերը հո չեմ բախվում։ Ես խոմ չեմ ասում, որ ուզում եմ նախագահ դառնալ։ Չէ, Նիկոլ, քեզ բան եմ ասում, լսիր։ Ինքը կարող է սահմանադրություն փոխի, հետագայում դառնա վարչապետ, նախագահի պաշտոնն էլ ուրիշին է խոստացել։ Այդ հարցերում մի քիչ զգույշ։ Քո գլխավոր խնդիրը հիշիր, Լևոնն է, ԲՀԿ-ն, հատկապես Հովիկ Աբրահամյանն ու Իշխանը։ Այս գծից շեղվեցիր, Ռուբիկից մի կոպեկ չես ստանա։ Հասկացա Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ։ Այս համարվա հանգիստն էլ որ ապահովես, վաբշե շնորհակալ կլինեմ։ Իսկ սեպտեմբերին կվերադառնամ արդեն այս խնդրին։ Դե հաջողություն Տիգրան ջան։ Հաջող Նիկոլ ջան։ Կհանդիպենք սեպտեմբերին։